2019 թվականին Ղարաբաղցիները մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին։ Խորհրդարանական ընտրություններին Ղարաբաղցիները մասնակցում էին 2019 թվականին 4 տարի անց ամբողջ Ղարաբաղի բնակչությունը դարավ զրկվեց հայրենիքից։ Այսինքն ուր են այն Ղարաբաղի քաղաքական ուժերը, որ իրար պայքարում են, իրար դեմ բաներ անում, այնտեղ չգիտեմ, ընտրության ինչ-որ խնդիրների լուծում չկան, չէ՞, քաղաքական ուժերը։ Գոյություն չունեն, այսինքն դրանք բոլորը դարձել են միասնական միավոր։ Այսինքն փաստացիորեն Ղարաբաղը վերացավ։ Հիմա նույնը սպառնում է նաև Հայաստանին, բայց ես ուզում եմ հատուկ նշեմ, որ Ղարաբաղի ընտրությունները եւ Ղարաբաղի վերացումը մենակ պայմանավորված չէր այս գործոնով։ Նույնիսկ եմ ասում, այստեղ շատ մեծ դեր էր կատարում աշխարհակահաղական process-ները։ Աշխարհակահաղական process-ները իրանք են այսօրվա դրան դոմինանտային դեր կատարել այս մեր ընտրությունների վրա, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի վրա։ Մենք առաջին անգամ ենք առնչվում նման բան հետ։ Մենք նախկինում տենց բան չի եղել։ Նախկինում մենք չունենք էկզիստենցիալ խնդիր Ղարաբաղը կորցնենք թե չկորցնենք։ Նախկինում 96-ին, 2008-ին, չգիտեմ 2013-ին, բան, այդ ընտրությունները ներքին խնդիրներով էին պայմանավորված։ Հիմա առաջին անգամ է, որ մեր լինել չնելու մասին է այդ ընտրությունը։ Ղարաբաղցիները դա վառ օրինակն է, որ մենք չկրկնենք հանգարց այն ինչ որ կատարվեց Ղարաբաղում։ Սա է ամենակարևորը։